նույնիսկ զենքի կանոնների վարման հետ կապված հանցագործության դեպքերի նվազում են։ Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Արթուր Մարտիրոսյանը ցույց է տալիս զինված ուժերում նախորդ տարի արձանագրված դեպքերի վիճակագրությունն ու նկատում թյուր են այն պնդումները, թե բանակում հանցագործությունների թիվը տարեց տարի ավելանում է։ Հիմա ամեն բան փաստերով։ Ռազմական ոստիկանության հերթապահ ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը հանցակազմի հատկանիշներով։ Դեպքերից միայն 23-ն են եղել առանձնապես ծանր հանցատեսակներ, նվազումը շուրջ 63%, աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում, այն էլ հիմնավոր պատճառաբանությամբ։ Նույնիսկ ամենաաննշան դեպքերը արձանագրվում է եւ դրանց գերեվական կամ կարգապահական հետևանքները ըստ էության վրա է հասնում, որը մեծ կանխարգելիչ բնույթ ունի։ Անցած ժամանակաշրջանում նաև վերահսկել ենք վերադաս հրամանատարների կողմից կարգապահական խախտումների արդյունքում անցկացված ծառայական քննությունների եւ դրա արդյունքում զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու process-ը, որը նույնպես շատ կարևոր է։ Բանակում կատարված հանցագործությունների թվի նվազման մասին է փաստում նաև զինդատախազության տվյալները։ Ըստ այդմ նախորդ տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է 2093 դեպք, 265-ով պակաս 2023 թվականի համեմատ։ Գրանցվածներից 762-ը եղել են պատահարներ, 1331-ը ենթադրյալ հանցագործություններ։ Բոլոր դեպքերում նվազման միտում կա։ Նույն պատկերն է նաև արձանագրված մահերի դեպքում։ Ռազմական ոստիկանությունը արդյունավետ պայքար է մղում նաև այս ուղղությամբ։ Օրվա տարբեր ժամերի անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասեր, արգելված իրեր, կարգազանց զինծառայողներ հայտնաբերելու, զորամասում առկա խնդիրները վերհանելու նպատակով։ Զենքի պահելու տեղերը, վայրերը, մարտական հերթապահությունից հետո զենքը ժամանակին չհանձնելը, իրենց մոտ պահելը, այս ամենը արձանագրվել համապատասխան միջնորդագրերով ներկայացվել է իրավասու ղեկավարներին եւ անցկացվել է ծառայական քննություն։ Ռազմական ոստիկանությունում պարբերաբար իրականացվում են վերլուծություններ եւ պարբերաբար փոփոխվում են ծառայությունների կազմակերպման ալգորիթմը, որպեսզի առաջ եկող մարտահրավերներին կարողանանք հստակ եւ արագ եւ օպերատիվ արձագանքել։ Առանձնազրույցների բացատրական աշխատանքների միջոցով են ռազմական ոստիկանության աշխատակիցները պայքարում արատավոր այնպիսի բարքերի դեմ, որոնք հակասում են կանոնագրքային փոխհարաբերություններին։ Այդպիսի վարքագիծ դրսևորած զինծառայողների տվյալները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանում, վերջիներիս նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կոպիտ կարգապահական խախտումները դրանք հիմնականում օրվա կարգացակի խախտումներն են, որից հասունանում է միջազգային հարաբերությունների հետ կապված կարգապահական խախտումները եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ դառնում են զինվորական հանցագործություններ։ Այսինքն մեր գերնպատակն է շեշտը դնել ոչ թե զինվորական հանցագործությունների բացահայտման վրա, այլ կարգապահական խախտումների կանխարգելման եւ թույլ չտալու, որպեսզի դրանք հետագայում դառնան զինվորական հանցագործություններ։ Թյուր են նաև այն պնդումները, թե զինվորական հանցագործությունները չեն բացահայտվում եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում։ 2023 թվականին դատարաններում մեղադրական դատավճռով ավարտվել են 394 քրեական գործեր 426 անձի վերաբերյալ։ 2024 թվականին կատարված հանցագործությունների դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 93.6%։ Պաշտպանության նախարարությունը բանակում կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում կարևորում է ռազմական ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդումը։ Գերատեսչությունը քաղաքացիներին հորդորում է որևէ խնդրի մասին իմանալու դեպքում ահազանգել 188 թեժգից։ Արդյունավետ համագործակցությունը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։